Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, ուշ ժամին լայվ եմ անում, խոստացել էի, որ լայվ եմ անելու տատիկների գործով, ճիշտ ասած անընդհատ տեղեկատվության էի սպասում, տեղեկատվությունը չէր գալիս, դրա համար ստիպված եղա ավելի ուշ մտնել, որպեսզի ամբողջական ձեզ ներկայացնեմ տեղեկատվությունը։ Այս պահին գտնվում եմ Թբիլիսյան 3 դրոբին հասցեով, հակակոռուպցիոն դատարանի բակում, մենակ եմ, ցավոք սրտի, ես հույս ունեի, որ այսօր գիշերը կլինի դիմատատիկի դատը, նրան ազատ կարձակեն եւ երրորդ գիշերը բանտում չի անցկացնի, բայց ցավոք։ Ու գիտեք ինչն է հարցը։ Տեսեք։ Ուրեմն սկսեմ սկզբից, նախ կանչեցին այսօր մեղադրանք առաջադրեցին։ Ոչ միայն մեղադրանք առաջադրեցին, այլև մեզ արգելեցին մեղադրանքի գործի մասին խոսել։ Ես գիտեն, որ մենք գործի մասին խոսենք, քարաքարին չի մնա։ Նյութերին չեմ ծանոթացել, բայց այն ինչ որ իրանք նկարագրել են, այսպես ասեմ, հիմա դες պետք է շատ զգուշ խոսեմ, որ ինքս չհայտնվեմ բանտում, ես խնդիր չունեմ, ուղղակի վստահ եմ իմ մեղադրյալները, այսինքն իմ պաշտպանյալները մի քիչ դեմ կլինեն, ամեն դեպքում մի քիչ պետքա զգուշ խոսեմ։ Սենց ասեմ, այն ինչ որ իրանք նկարագրել են, չեմ ասում ապացուցված չի, կիմա տատիկը մեղքը չի ընդունում, այդ հատուկ ասեմ։ Քննիչի մոտ պաշտոնապես հայտարարեց, որ մեղքը չի ընդունում։ Բայց այն ինչ որ այնտեղ նկարագրված է, մենք տելևիզորով տեսել ենք բոլորով։ Երբ որ Սարիգը, հիշում եք մեկը կարտնես, չէ՞, ողջույններ Սարիգին, գնացել էր ինչ որ մի տատիկի տուն եւ իրեն ասում էր, որ փայտը վերջանա կբերեք։ Ուրեմն հսկայածավալ օպերատիվ, հետախուզական, քննչական գործողություններ են կատարվել, որպեսզի փորձեն հիմնավորեն այն ինչ որ մենք տեսել ենք տելևիզորով, երբ որ Սարիկը այդ փայտի ու դրապես մի բան, լավ, սենց ասեմ։ Ես հիմա ձեռնպահ կմնամ դետալներից, որտեղ մեր բերանը օրենքով փակել են, որպեսզի մենք հանրությանը չկարողանանք պատշաճ ձևով տեղեկություններ տրամադրենք։ Ես դա նորից ասեմ, առարկել եմ այդ քննիչի որոշման դեմ։ Այսինքն նախաքննության տվյալների անթույլատրելիության վերաբերյալ որոշում կայացնելու, տվյալների հրապարակման անթույլատրելիության դեմ որոշում կայացնելու մասին։ Սա մեկ։ Երկրորդը հիմա ամենակարևորը, որ շատ ջղայնացած եմ։ Այդ շատ ջղայնացած լինելուս հիմքում մի քիչ դրական փաստեր կան, ամեն դեպքում ասեմ։ Դրական փաստը որն է։ Ամեն դեպքում քննչական մարմինը որոշել է ոչ թե ուրեմն բանտային կալանքի կամ տնային կալանքի միջնորդությամբ դիմել դիմատատիկի դեմ, այլ վարչական հսկողությամբ, որը ենթադրում է, որ չպետք է լինի անազատության մեջ։ Ես դա համարում եմ ամեն դեպքում քննչական մարմնի կողմից, հիմա գովասանքի խոսք ընդհանրապես մտադիր չեմ ասել, բայց 75 տարեկան տատիկի նկատմամբ, այն որ մխիթարվենք նրանով, որ վարչական հսկողություն են դիմում։ Okay։ Ընդ որում վարչական հսկողությունը հատուկ նշեմ, նոր աչքի անցկացրեցի նյութերը, հենց նոր վերցրեցի, եկել էի, որ նյութերը վերցնեի, հերթապահում էի դատարանի մոտ, որտեղ հույս ունեի, որ հիմա են էլի նշանակելու։ Ընդ որում չի ենթադրում, ինչպես օրինակ Ստեփանակերտի քաղաքապետի պարագայում, հիշում եք այն ժամանակ, երբ ասում էի, ինչպես օրինակ Մարտուն Գրիգորյանի հոր պարագայում, վարչական հսկողությունը չի ենթադրում ինչ որ ժամից ինչ որ ժամը տնից դուրս չգալու պահանջ։ Այսինքն, այսպես ասած, կիսատանային կալանք չի, այլ դասական վարչական հսկողությունը ինչ որ մարդկանց հետ չշփվելու պահանջ, հիմնական պահանջը դա է։ Էլի տենց պահանջներ կան, բայց հիմնական բովանդակային պահանջը դա է։ Չի պարունակում անազատության ոչ մի էլեմենտ։ Այսը շատ կարևոր է։ Հիմա հարց, որ ասում եմ վապրոզ դատական։ Բայց եթե դուք հարգելի քննչական մարմին, հարգելի հակակոռուպցիոն կոմիտե, որ տելևիզորով տեսածի հետևից չեք գնում, բայց չգիտեմ ինչեր եք անում, չգիտեմ ինչեր յանիմ թե բացահայտելու համար, էլի էդ էլ ասեմ, որ կիմա տատիկը ուղղակի
մերժում է, այսինքն այստեղ խոսքը ճակերտավոր ասած ընտրակաշառքը վերաբերվում է ինչ որ խոստման, այլ ոչ թե ինչ որ փող տալուն եւ այլն, ինչ որ խոստման։ Այսքանը ասեմ։ Հիմա եթե դուք տեսնում եք, այսինքն ոչ թե դուք տեսնում եք, այլ դուք չեք տեսնում, որ մարդը պետք է մնա անազատության մեջ, այսինքն կալանքի, տնային կալանքի, միջնորդություն չեք բերում։ Բայց լավ, այս գիշերը, այս կնոջը 75 տարեկան տատիկին, որ չի հասկանում ինչի համար են իրան вообще բռնել։ 75 տարեկան տատիկին, ինչի եք նորից ուղարկում բանտ։ Ինչի չեք ազատ արձակում, ասում տատիկ ջան, գնա բարեկամ ունես Երևանում, գնա գիշերը այնտեղ անցկացրու, առավոտը արի քո դատին։ Կգնայինք առողջ կբերենք դատին։ Ինչ եք բանտ ուղարկում այդ տատիկին։ Ինչ որ մեկը կարա ինձ դա բարձաբանի բարոյական հարթության մեջ, բայց նաև իրավական հարթության մեջ։ Հիմա դատավորի մասով ասեմ։ Բերել են միջնորդությունը մուտք են արել։ Ինձ տեղեկացրեցին, որ նիստը վաղը ժամը առավոտյան 10-ին է դատավոր Գիվի Հովհաննիսյանի մոտ, որին չեմ ճանաչում, երբեք չեմ առնչվել իր մոտ դատական նիստերի չեմ եղել, ոչ լավը կարող եմ ասել, ոչ վատը կարող եմ ասել, դատավոր Գիվի Հովհաննիսյան, օքեյ։ Եթե իհարկե դատավորը իմացել է, որ 75 տարեկան տատիկի հարց է եւ վարչական հսկողություն, որը անազատություն չի ենթադրում։ Ինչի հիմա չի դրել նիստը։ Եթե դրա անհրաժեշտությունը արդեն ձերբակալման անհրաժեշտությունը չկա, ինչի հիմա չի դրել նիստը, ինչ էր, մի ժամ էր, 2 ժամ էր, քննել կամ որոշումներ կայացնելու, թույլատրել կամ որոշումներ կայացնելու, չթույլատրել, ամեն դեպքում երկու դեպքում էլ անձը վերադարձնելու էր ազատություն, ինչի դա չի արել։ Այստեղ իրավական տրամաբանություն կա, այսինքն կա իրավական տրամաբանություն անազատության մեջ, ձերբակալման մեջ պահելու մարդուն, որի վերաբերյալ չի ներկայացվել կալանքի կամ տնային կալանքի միջնորդություն։ Ոչ իրավաբանները այդտեղ որևէ տրամաբանություն տեսնում են, չկա ու չի կարող լինել։ Սա ուղղակի մարդու ազատության իրավունքի կոպտագույն խախտում է, այն էլ նորից ասեմ ես բարոյական կտորով 75 տարեկան տատիկի։ Անենք ես հենց չի էլի որ կիմա տատիկի իմ ազգականն է կամ չգիտեմ։ Ուղղակի մեր 5 իրավապաշտպանների նախաձեռնությամբ մենք ստանձնել ենք այս գործը, հրապարակավ ասել ենք, հիմա էլ ես չգիտեմ, այս գիշեր կարողանալու եմ քնեմ, թե չեմ կարողանալու քնել։ Այդ մարդիկ ո՞նց են քնելու։ Ես իսկականից եմ էլի հարցնում։ Այն երկու գիշերն էլ բացարձակ անհիմն, բայց այս մեկը вообще որ տրամաբանության նշույլ չկա ընդհանրապես։ Տրամաբանության նշույլ չկա ընդհանրապես։ Ամեն դեպքում ստիպված եմ գնալ եւ բացարձակ միայնակ թողնել հակակոռուպցիոն դատարանի շենքը, գնամ ինձ տված դափոնը ուսումնասիրեմ նյութերի, կրկնեմ, որ կիմա տատիկին նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու միջնորդություն է ներկայացվել վարույթ իրականացնող մարմինը, շարունակում է մնալ կիմա տատիկը ձերբակալված, այն դեպքում երբ անգամ քննչական մարմինը չի գտել իրեն կալանավորելու կամ տնային կալանքի ենթարկելու, անգամ տնային կալանքի ենթարկելու հիմքեր եւ դիմումը ներկայացրել է վարչական հսկողությամբ, բայց շարունակում է մարդը մնալ ձերբակալվածի կարգավիճակով եւ 75 տարեկան տատիկը նորից այս գիշերը նույնպես կանցկացնի բանտում։ Միայնակ տատիկ, չամուսնացած, միայնակ ապրող տատիկ։ Դե ասենք, ինչ ասեմ։ Ես երկար մտածեցի ու որոշեցի կոչով հանդես չգալ։ Առավոտյան ժամը 10-ին գալ հակակոռուպցիոն դատարան։ Ով ուզում է կարող է գա, ով չի ուզում կարող է չգա։ Ամեն դեպքում ես կուզենայի տեսնել, որ հատկապես Գյումրիում որ տեսնեմ, որ տենց թասիբ մենակ Գյումրիում չի, էլի Երևանում էլ կա, որ մեր համար անընդունելի է այսպիսի վերաբերմունք 75 տարեկան տատիկի նկատմամբ։ Անընդունելի է այս մոտեցումը։ Իմ համար սա անընդունելի մոտեցում է։ Այս քաղաքական մոտեցման համար վաղը մյուսօր պետք է հարցեր տրվեն։ Դա քաղաքական մոտեցում է, նորից ասեմ, այս գործը եթե կա, ուրեմն պետք է սրանից շատ ավելի շուտ լիներ ուղիղ եթերում Սարիկ Մինասյանի խոստման հետ կապված հարցը։
Այն տատիկին, որ ասում էր փայտեր։ Ես չեմ ասում դա պետքա պատժվի, չգիտեմ, պետքա պատժվի թե չպետքա պատժվի, բայց եթե սա բերում է այս հետևանքին, ուրեմն միանշանակ դա էլ պետքա բերի։ Միանշանակ դա էլ պետքա բերի։ Հնարավոր չի կարա մեկը լինի, մյուսը չլինի։ Կամ երկուսը, կամ ոչ մեկը։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ իրավապահ մարմինները նման գործերով աշխատում են բացառապես քաղաքական պատվերի տրամաբանության մեջ։ Մենք ցավոք սրտի հակառակ որևէ օրինակ չենք տեսել։ Հա, տեսել ենք, որ մեկ-մեկ մի քիչ մարդկային բաներ են անում, տեսել ենք, որ մեկ-մեկ մի քիչ սենց, չգիտեմ, իրանք իրանց ուզում են ցույց տալ, որ չէ, մենք էլ ամեն ինչ չի, որ կորցրել ենք, մենք էլ ինչ որ կարմիր գծեր ունենք, այդպես դեպքեր էլ է լինում։ Բայց դա այսպես մի հատ փոքր սենց ինչ որ բան է, փոքր, շատ փոքր, որը էական չի եւ ընդհանուր պատկերը չի փոխում։ Այսքանն եմ ուզում ասել։ Շնորհակալություն այսօր ժամին, որ լսեցիք, ես էլ հակակոռուպցիոն դատարանից գնամ երևի գրասենյակ, որ նյութերը ուսումնասիրեմ։ Հաջողություն։